Մեր նախորդ թողարկումներից մեկում անդրադարձել էինք ապրիլի 13-ին ժամը 16-ի սահմաններում Երևանի Լամբադա կամուրջի գետնանցումում տեղի ունեցած կողոպուտի դեպքին, երբ անհայտ անձը բացահայտ հափշտակել էր մի քաղաքացուհու պարանոցի ոսկյա զարդերն ու դիմել փախուստի։ Ես քայլում էի Դավիթ անհախտ փողոցով, նկատեցի ինչ-որ մեկին, այդ անհայտ անձը մի փոքր հատված ինձ հետևեց, որից հետո թեքվելով դեպի ինձ, քաշելով պոկեց պարանոցից վզնոցը իր կախազարդի հետ և փախավ հակառակ ուղղությամբ։ Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ կողոպուտի հատկանիշներով։ Քննությամբ ձեռք էին բերվել դեպքի վայրին հարակից տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, որտեղ երևում էր կողոպուտ կատարած անձը։ Կասկածյալին հայտնաբերելու կամ նրա մասին որևէ արժեքավոր տեղեկություն ստանալու նպատակով տեսանյութն օրեր անց հեռուստաեթերով ևս մեկ անգամ էր ցուցադրվել։ Շուտով կատարվածի մասին արժեքավոր տեղեկություններ ստացան ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները։ Բացահայտվեց կասկածյալի ինքնությունը՝ երևանցի 19-ամյա Միքայել Մինասյանն էր, որը ոստիկանության Արաբկիրի և Էրեբունու բաժինների քրեական հետախույզների ջանքերով մայիսի 18-ին հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց։ Հայտնվելով ոստիկանությունում Միքայել Մինասյանն անհերքելի փաստերի ճնշման տակ շուտով խոստովանական բացատրություն տվեց։ Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Քննությունը շարունակվում է։